Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր հինգշաբթի է։ Խոսելու եմ օգոստոս ամսվա կանխատեսումների մասին։ Այո, ընդառաջ եմ գնում ձեր խնդրանքին եւ նախորոք տալիս եմ, որպեսզի կարողանաք հանգիստ կազմակերպել ձեր բոլոր գործերը եւ ուրախ միջոցառումները։ Նաեւ ուրախ եմ, որ դիտում եք ալիքները, բաժանորդագրվում եք եւ ինձ հետևում եք Instagram-ում, Facebook-ում եւ YouTube-ում։ Ես էլ ուրախ եմ, որ հանրօգուտ աշխատանք եմ կատարում եւ օգնում եմ ձեզ տարածելու աստղաբանությունը, հասկանալու մոլորակների լեզուն եւ ներդաշնակ ապրելու տիեզերքի հետ։ Դե գնացինք առաջ։ Օգոստոսի 1-ը, տեսնենք ինչու է։ Տեսնում եք, օգոստոսի 1-ը բավականին լարված, լուսինը ձկների կենդանակերպում խորհուրդ չի տրվում կարևոր գործեր կատարել, որտեղ խաբեություններ կարող են լինել։ Նրանք, ովքեր համացանցում գնումներ կատարեն, խոսակցությունները, բանակցությունները, դրանք անուրցունավետ են լինել։ Բերեք փորձեք հաջորդ օր, տեսնենք ինչ է լինելու։ Մյուս օրն էլ է բարդ, փաստորեն 2 օր, օգոստոսի 1-ը եւ 2-ը բարդ են խոսակցություններից, բանակցություններից, նրանք, ովքեր աշխատանքում խնդիրներ ունեն, այս ժամանակահատվածում կարող է խորանալ կոնֆլիկտային իրավիճակ, որը ընդգրկում է երկորյակ, կուրս, աղեղնավոր եւ ձկների կենդանակերպը։ Կարող եք հաճախել հոգեբանի մոտ, բայց հնարավոր է արդյունք չտա։ Հոգեկան վիճակը կարող է այսպես խաթարվել, ձկները ավելի հուզառատ կարող են լինել, աշխատանքում խնդիրներ կունենան այս 4 կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները։ Այդ ամենը թողնում ենք հաջորդ օր եւ ակտիվ գործողությունների ենք անցնում։ Իսկ հաջորդ օրը դա օգոստոսի 3-ն է, լուսինը խոյի կենդանակերպում ամենաակտիվ նշաններից մեկում, տրիգոն դիրքավորում Յուպիտերի եւ Արևի հետ, ինչպես գիտեք, Յուպիտերը արդեն իսկ մոտավորապես հունիսի 30-ից 1 տարով գտնվելու է առյուծի կենդանակերպում, այսօրը բացառիկ բարենպաստ է տղա երեխայի բեղմնավորման համար։ Ակտիվ շփումներ, գործողություններ, այստեղ տեսնում եք համախոհների հետ, այն մարդիկ, որոնք կիսում են ձեզ հետ նախասիրությունները, երեխաների հետ կապված հարցերը կարող են լուծվել, կարող է գնալ ժամանցի վայրեր, ահա, երկուշաբթի օր է, կարող է գրանցել ամուսնությունը, միայն այդ գրանցված ամուսնությունը մի քիչ կարող է իմպուլսիվ այսպիսի տարեր պարունակել իր մեջ, բայց կլինեն երեխաներ, որոնք այդ օրվա ծնված երեխաները կարող են դառնալ հեղինակություն, բայց նաև նրանք կարող են լինել հեղափոխականներ։ Ամենաբարենպաստ օրերից է ակտիվ գործունեություն ծավալելու, նրանք ովքեր տանն են լուսինը խոյի կենդանակերպում, երկուշաբթին լուսնի օրն է, կարող եք ամբողջ տունը այսպես խառնել իրար, ձեր այդ խոյի էներգիան կարող է օգնել ձեզ հաղթահարել բոլոր խնդիրները, հաղթահարել բարձունքներ եւ մեկ օրվա մեջ ակտիվ գործունեության արդյունքում լուծել ձեր առաջ դրված այդ բոլոր մարտահրավերները, մանավանդ խոյ, առյուծ, աղեղնավոր եւ այստեղ ջրհոս, երկորյակ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները։ Հաջորդ օրը քիչ արդյունավետ է, որտեղ լուսին Մերկուրի բարդ դիրքերն է ազդում, եթե ակտիվություն կարող եք գործերում, գործնական հարաբերություններում ցուցաբերել, ապա կոնֆլիկտային իրավիճակներ տան անդամների միջև մանավանդ զգուշ լինեն խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Ուստի կարելի է ամեն ինչ կազմակերպել երկուշաբթի օրը։ Գնացինք առաջ։ Բարդ օրերից մեկը 5-ը օգոստոսի, նաեւ օգոստոսի 6-ը 5-ն ու 6-ը լուսինը ցուլի կենդանակերպում, 5-ը փոքրինչ դրական դիրքեր կա, խորհուրդ չեն տալիս գնումներ կատարել, վարկեր վերցնել, պարտքով գումար տալ, պարտքով գումար վերցնել, կենցաղային իրեր գնել, երկարաժամկետ օգտագործման իրերը կարող են չարդարացնել, մանավանդ եթե գնում եք հեռախոսներ, սմարթֆոններ, տեսեք, բարդ դիրքեր են։ Խորհուրդ չեմ տալիս այս 2 օրը գործարք կատարել օրերը, ամսի 5-ը եւ նաեւ 6-ը բնականաբար դրանք 4 շաբթի, 5 շաբթի օրերն են։
Այ բարենպաստ օր, որը կօգնի ձեզ այդ բոլոր գործերը իրականացնել, առևտուր կատարել, դրանք երկօրյակը դա փոխադրամիջոցն է, ցերեկը ժամը 12-ից հետո արդեն լուսինը դիրքերը փոխելու է, կարող եք գտնել այդ նույն հեռախոսները, պայմանավորվածությունները կարող են դրական արդյունք տալ, համախոհների հետ շփումները կարող են ձեզ օգնել դրական այդ տեղաշարժ ունենալ, բանակցությունները գործընկերների հետ միանշանակ դրական արդյունք կարող են տալ եւ հենց այդ օրը ուրբաթ է, նաև կարող եք գրանցել ամուսնությունը, որովհետև հենց այդ օրը Վեներան արդեն կշեռքի կենդանակերպ է մտնում եւ ամբողջ ամսվա ամենադրական օրերից մեկն է օգոստոսի 7-ը։ Հաջորդ օրը օգոստոսի 8 կրկին դրական օր, շաբաթ օր, կարող եք ուրբաթ օրը ամսի 7-ին գրանցել ամուսնությունը, ամսի 8-ին էլ արդեն իրականացնել այդ բոլոր արարողակարգերը, միջոցառումները, բանակցությունները, մեքենա կարող եք գնել փոխադրամիջոց օգոստոսի 7-ին, 8-ին, դա կարող է լինել էլեկտրոմոբիլ, կենցաղային սարքեր, համակարգիչներ, հեռախոսներ, բացառիկ բարենպաստ օրեր, թանկարժեք իրեր, քանի որ արևը, Յուպիտերը, առյուծի կենդանակերպում են, թանկարժեք ժամացույցներ, այն ինչը հաճույք կպատճառի ձեզ, ձեր երեխաներին, ձեր հարազատներին, ձեր գործընկերներին, զուգընկերներին, կարող եք թանկարժեք իրեր գնել, որով դուք ինքներդ ձեզ լավ կզգաք եւ կուրախացնեք ձեր դիմացինին։ Հաջորդ օրը, տեսնում եք, բարդ օր է, ամսի 9-ը, օգոստոսի բարդ դիրքերով լուսինը երկօրյակ է կենդանակերպում, ցերեկային ժամին արդեն 12-ից 1-ից հետո գալիս է խեցգետնի կենդանակերպ, Մարսը տեսնում եք, Մարսը երկօրյակի մեջ լեզվակռիվ, խոսակցություններ, նրանք ովքեր մեքենա են վարում, ուշադիր եղեք ուժային կառույցներից, ուշադիր եղեք այն մարդկանցից, որոնք կրում են զենք, Մարսը զենք, այդ զրահ, երկօրյակը մեքենաներն են, արագությունը, եթե գերազանցեք, փաստորեն ամսի 9-ի ցերեկային ժամերը 8-ի երեկոյան ժամերը լինելու, կոնֆլիկտային իրավիճակներ, վրաերթ, կոնֆլիկտային իրավիճակները կարող է ազդել սիրող զույգերի, սիրահարների վրա, Մարսը Վեներայի հետ քառակուսի դիրքավորում դեռևս շարունակում է, դրանից մի քանի օր առաջ Վեներան կույսում, նա լարված դիրքեր էր պահում, բայց հենց այդ օրը ամսի 9-ը առավելապես բարդ է նրանց համար, ովքեր նաև երկօրյակ խեցգետին այդ փոքրիկ ժամանակահատվածում են ծնվել այդ 5 օրերին, խոսակցությունները, բարդ խոսակցությունները կարող են ազդել բանակցությունների վրա, կոնֆլիկտային այդ վարքու բարքը, շարժու ձևը, այդ գործողությունները կտրուկ ազդել հարաբերությունների վատթարացման վրա, զգուշենին, լույս մանավանդ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ, խոյ, այստեղ այծեղ ջուր, բայց նաև խեցգետնից առաջ երկօրյակի վերջին օրերի ծնվածները։ Հաջորդ օրը գնում ենք առաջ, ինչ ենք տեսնում, բարդ օր, ամսի 10-ն է նույնը, կոնֆլիկտներ տան անդամների հետ, ղեկավարների հետ, տան մեծերի հետ, նրանք կարող են ճնշել ձեր կամքը, դուք կարող եք չի ենթարկվել, հույզերը լուսինը խեցգետնի կենդանակերպում կարող են միանգամից այսպես պորտ գալ եւ ահա պրոբլեմը պատրաստ է, հարաբերությունները գնում են դեպի փակուղի։ Կրկին ամսի 11-ի ցերեկային ժամերը բարդ է, այն ինչ որ խոսում էին նախորդ օրվա մասին, խնդիրներ կարող են լինել խեցգետին, այստեղ կշեռք, այծեղ ջուր եւ խոյ կենդանակերպերի վերջին այդ օրերի ծնվածների համար, բայց լուսինը կամած արդեն իր դրական դիրքերն է ապահովում այդ կենդանակերպի համար բարդ է լինելու ամսի 11-ին, բայց նաև դրական դիրքեր, եթե առողջ եւ այդպես կառուցողական խոսակցություն վարեք, բանակցություններում, բանավեճեր չեմ ուզում ասեմ, խոսակցություններում առաջադեմ հայացքներ դրսևորեք, ճկուն խոսք ունենաք, հարգեք ձեր գործընկերներին, կարողանաք իրավիճակից ավելի չոր դուրս գալ։ Հաջորդ օրը ամենաբարենպաստ օրերից մեկը ճիշտ է, նորալուսին չի, բայց նորալուսնին նախորդող դրական դիրքերը դա օգոստոսի 12-ն է, լուսինը առյուծի կենդանակերպում մոտենում է նորալուսնին եւ հաջորդ օրը ամսի 13-ին տեղի ունենալու արևի խավարում, որը բացառապես դրական խավարում է լինելու,
արդեն կարծես նախապայմաններ են ստեղծվում դրական դիրքավորումների, բարեհաջող իրադարձությունների, առավելապես բարենպաստ է այս դիրքավորումը առուց, աղեղնավոր եւ խոյ, նաև կշեռք եւ երկօրյա կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար, բայց մեր քարտեզներում սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, այդ դաշտերը լրացված են, դրական հարաբերություններ երեխաների հետ, կարող եք երեխաներ ունենալ, ինչպես նախորդ անգամ նշեցի, այսօրվա բեղնավորումից ծնված երեխաները կարող են լինել տղաներ, նրանք կլինեն ազգի պարծանքաձեր սրտի կտորը եւ մեծամեծ հաջողություններ կբերեն ձեզ, իսկ նաեւ երեխաների հետ հանգիստը, քանի որ չորեքշաբթի նաեւ դա ինտելեկտուալ աշխատանքով զբաղվելու օրն է, ձեր երեխաների կրթությամբ կարող եք զբաղվել, նրանց կրթության հետ կապված հաջողությունները կարող են ձեզ ուրախացնել, թանկարժեք իրեր կարող եք գնել եւ նաեւ կուրախանաք ձեր երեխաների, ձեր սրտի անձի այդ հաջողություններով եւ շատ հավանական է, որ ի վերջո գտնեք ձեր կյանքի երկրորդ կեսին, քանի որ Լուսինը այսպես շտապում է միանալ Արեգակի հետ 9 եւ 9-ը։ Այդ օրը կարող է գրանցել ամուսնությունը, բայց իմացեք, այդ օրվա գրանցված ամուսնությունը ճակատագրական է լինելու, բայց միևնույն է, մոլորակային դիրքերը դրական են, կարող եք գնել թանկարժեք իրեր, ոսկեղեն եւ դե ձեր սիրելի բնակարանը, որը կարող է գտնվել էլիտար եւ ամենահայտնի թաղամասում։ Հաջորդ օրը ամսի 13-ն է, արևի խավարման մասին հատուկ հաղորդում եմ ունենալու ձեզ համար, բայց այդ օրը տեղի ունենալու Արեգակի խավարումը, շատ կարևոր իրադարձություններ են լինելու։ Ամսի 13-ին ցերեկային ժամերին Լուսինը առուց կենդանակերպից անցնել է կույսի կենդանակերպ, դրական դիրքեր, կույսը աշխատանք, առուծի երեխաներ, Մարսի հետ խեցգետնում դրական դիրքերը, ակտիվ գործողությունները կարող են օգնել ձեզ եւ երեխաների հետ հարաբերություններում եւ աշխատանքում, ճկուն խոսքը, էմոցիոնալ, բայց տեղին խոսքը, գործողությունները կարող են առիթ հանդիսանալ, որ դուք ուղղակի շահած դուրս գաք եւ երեխաների հետ կապված հարցերում, ձեռքբերումներում եւ նաեւ աշխատանքում։ Հաջորդ օրն ենք դիտարկում։ Լուսինը կույսում ամսի 14-ը բարդ է, ամսի 15-ը բարդ է, աշխատանք, առողջություն, այդ հարթակներում, այդ դաշտերում գործերը կարող են հաջող ընթացք չունենալ 14 եւ 15։ Հաջորդ օրը որոշ չափով դրական դիրքել ամսի 16-ին Լուսինը կշեռքում մի կողմից լարվածություն է լինելու տան անդամների, ղեկավարների, էմոցիոնալ պոռթկումներ, խնդիրներ զուգընկերների, գործընկերների հետ, եթե կարողանաք, տեսեք Մերկուրին առուծի կենդանակերպում հստակ ձեր ծրագրերը ներկայացնել, ձեր միտքը կայուն միտքը, ձեր գործողությունները լինեն ավելի կառուցողական, խոսքը նաև տեսեք Ուրանը երկօրյա կենդանակերպում, ձեր համախոհների, ձեր զուգընկերների, գործընկերների հետ կայուն հարաբերություններ կարող եք ստեղծել, բայց տան անդամների հետ եւ նաեւ աշխատանքում հնարավոր են լինել խնդիրներ։ Առավելապես ուշադիր են լինում խեցգետին, կշեռք, այծեղջյուր եւ խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, կոնֆլիկտային իրավիճակներից ամսի 16-ից մնացած հարցերում դրական ֆոնը պահպանվում է։ Ամսի 17-ը ավելի դրական է, 5-րդ լուսնային օր, օգոստոսի 17 Լուսինը կշեռքում արևի հետ դրական դիրքեր, այնինչ սկսեք հունիսի 16-ին ավելի դրական ֆոնով կարող են ընթանալ գործընկերային, զուգընկերային հարաբերություններ, պլաստիկ վիրահատություն, միշտ ինձ ասում եք, երբ կարող են պլաստիկ վիրահատություն անել, էսթետիկ միջամտություն բոլոր այն օրերին, որոնք դրական դիրքեր ունեն ներառված իրենց մեջ։ Գնացինք առաջ, ամսի 17-ը կրկին ասում եմ, որ բարենպաստ օրեր են հենց այդ գործերը անելու, ամուսնությունը գրանցելու երկուշաբթի եւ բոլոր այն գործերը, որոնք կունենան դրական հետևանքներ ձեր ճկուն խոսքի եւ ձեր էսթետիկ եւ նաեւ այդպես նրբանկատ գործողությունների արդյունքում գնում ենք առաջ։ Ամսի 18-ը բարդ է, խորհուրդ չեմ տալիս բանկերի հետ գործեր անել, պարտքեր վերցնել, պարտքեր տալ, բարդ օր է, գործարքները թողնում ենք կամ կատարում ենք 1-2 օր առաջ կամ հետո։ Միակ դրական դիրքերը, որ կոնֆլիկտային իրավիճակների տնեցիների տան անդամների հետ կարող է դրական լուծել, բայց
բարդ է խաղացողների համար, ֆինանսական ներդրումների համար եւ նրանց համար, ովքեր խաղամոլությամբ են տարված, քանի որ Յուպիտերը առուծում է շատերի մոտ, մանավանդ առյուծ, կարիճ, ջրհոս եւ ցուլ, այդ մղումները ավելի կշատանան։ Երկու բարդոր 18-19 գործարքներ չենք անում Լուսինե կարճի կենդանակերպում։ Լուսինե կարճի կենդանակերպում է լինելու նաև օգոստոսի 20-ին, բայց այսպիսի մի բան։ Արդեն իսկ երեկոյան ժամերին, ցերեկային 17:00-ի մոտակայքում Լուսինը կարող է անցնել աղեղնավորի կենդանակերպ, արդեն երեկոյան ժամերին բուհերի հետ կապված, ճանապարհորդությունների հետ կապված, բարձրագույն կրթության հետ կապված հարցերը կարող են լուծվել, ակտիվ շփումները համախոհների հետ, միջազգային այդ ձեր բոլոր գործընկերների հետ կարող են դրական արդյունք տալ։ Նրանք, ովքեր ունեն քննություններ, ուշադիր եղեք առավոտյան ժամերը մի քիչ բարդ են, բայց երեկոյան ժամերին դրական ֆոնը պահպանվում է։ Պետք է ուղղակի ձեր գիտելիքները հստակ կարողանաք ներկայացնել։ Բարենպաստ օր է աղեղնավոր, ջրհոս, խոյ, այստեղ առյուծ եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, երկորյակների համար որոշ չափով խնդրահարույց կարող է լինել օտարերկրյա այդ բոլոր բանակցությունների, խոսակցությունների կամ գործերի համար։ Հաջորդ օրը բարենպաստ է, ճիշտ է, Լուսին Ուրան այդ օպոզիցիան պահպանվում է, բայց դրական դիրքեր Յուպիտերի եւ Վեներայի հետ, Վեներան կշեռքում, Յուպիտերը առուծում, Սատուրնը խոյում ճանապարհորդության համար, ովքեր այդ օրը գնան ճանապարհորդության, հնարավոր է օգնող հանգամանքներ ձեզ օգնեն, որպեսզի հաղթահարեք այդ օրվա խնդիրները, քանի որ 9-րդ լուսնային օրն է, բուհական կրթությամբ կարող եք ձեր գործերը տալ, կարող եք, չգիտեմ, այդ ոլորտներում նորանոր հաջողություններ ունենալ, ովքեր դասախոսում են, պրոֆեսորադասախոսական կազմը, նրանք կարող են ցույց դնել իրենց լավագույն որակները, հնարավոր է ունենալ պարգևատրումներ, աշխատավարձի բարձրացում, պաշտոնի բարձրացում, եւ առավելապես բարենպաստ է աղեղնավոր խոյ առյուծ կրկին ասում եմ կշեռ ջրհոս երկորյակների համար ինչ որ իրավիճակներ կարող են խանգարել։ Մյուս օրը ամսի 22-ը կրկին բարենպաստ օր օգոստոսի 21-22 արտերկրի հետ կապված միջազգային գործունեությամբ զբաղվող մարդկանց հետ կապված բուհական այդ ոլորտներում, դաշտերում գործունեություն ծավալողներ, ուսանողների համար հնարավոր է ձեզ համար տեղեր բացվեն լավագույն տեղերը, լավագույն բուհերում եւ դուք կարողանաք ձեր ուսումը շարունակել կամ հնարավոր է օտարերկրյա գործողում լինի, որը մեծամեծ հաջողություն կբերի բոլոր նշված կենդանակերպերի համար։ Հաջորդ օրը բարդ է ամսի 23-ը պետական ադմինիստրատիվ համակարգում այնտեղ ղեկավարների հետ խնդիրներ կարող են լինել, բայց աշխատավոր մարդկանց համար, այդ դասի համար հնարավոր է պաշտոնի բարձրացում լինի, գրավոր կարող են ձեզ պարգևատրում տալ, ղեկավարների հետ հարաբերությունները կարող են որոշ չափով բարելավել, եթե դուք ազնիվ կատարել եք ձեր աշխատանքը, բայց ինչ որ բան կարող է խաթարել ձեր երջանկությունը, մանավանդ սիրելի այծեղ ջուր, խոյ, խեցգետին եւ կշեռ, այստեղ խնդիրներ են լինելու, ակտիվ գործունեությունը սուր, այդպես Մարսը խեցգետնի կենդանակերպում ձեր տրամադրվածությունը, կոնֆլիկտային տրամադրվածությունը եւ կոմպրոմիսի չգնալը հնարավոր է, որ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծի եւ ղեկավարների հետ, եւ գործընկերների հետ, եւ նաեւ սիրային հարաբերություններում։ Հաջորդ օրը ամսի 24-ը բարդ դիրքերը ավելի շարունակվում են, կոնֆլիկտային իրավիճակները շարունակվում են, խորհուրդ չի տրվում գնել անշարժ գույք, հնարավոր է խնդիրներ լինեն, հետագայում տեսնեք տանը մեծահասակներ կան, որոնք չեն տալիս իրենց համաձայնությունը, խնդիրներ տան մեծահասակների հետ, ղեկավարների հետ, բարդ օրեր են 2 օր 23 եւ 24-ը, բայց դրանց հետևում են երկու դրական օրեր, 25-ը եւ 26-ը, արդեն իսկ ցերեկային ժամերն անց Լուսինը կգտնվի ջրհոսի կենդանակերպում ժամը 13-14-ից հետո, ջրհոսը ընկերներն են, համախոհներն են, տեսնում եք բանակցություններ, խոսակցություններ, ինտելեկտուալ աշխատանք, ճիշտ է խավարումների միջանցքներ, բայց կարող եք ձեռք բերել էլեկտրոմոբիլներ, կարող է կենցաղային տեխնիկա, այն բոլոր միջոցները տեխնիկա է, որոնց միջոցով կարող եք կապ ստեղծել գովազների հետ բացառիկ բարենպաստ դիրքեր, նաև այն բոլոր դրական օրերը, որոնք նշել են համացանցում ակտիվություն ցուցաբերել, մանավանդ
մանավանդ աճող լուսին է, գաղափարակիցների հետ ձեր գաղափարները կիսելու, նորանոր հաջողություններ ունենալու, կազմակերպչական գործունեության մեջ նորարարական ձեր մտքերը, միջոցները, մեթոդները մեծ արդյունք կտան ձեզ։ Բարենպաստ է ջրհոս, խոյ երկվորյակ, այստեղ կշեռք եւ աղեղնավոր այդ կենդանակերպերի համար առույցներին կարող է խանգարել մեծամտությունը։ Մյուս օրն էլ է բարենպաստ ամսի 26 օգոստոսի, ամսի 27-ն էլ է բացառիկ բարենպաստ, 3 օր 25, 26, 27 բացառիկ բարենպաստ են բոլոր այդ գործերի համար։ Ամսի 28-ը անբարենպաստ, ինչպես սկսեցինք օգոստոսի 1-ին, ձկները տրամադրության անկում, ապաթիա, հենց այդ օրը արդեն իսկ գալիս է լուսնի խավարումը, որի մասին կխոսեմ, լուսնի խավարումը բացառապես բարդ է լինելու կույս, ձկներ, երկվորյակ եւ այդ աղեղնավոր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց արդեն հանգույցները անցած են լինելու ջրհոսի կենդանակերպ, հատուկ հաղորդում կտամ դրա մասին։ 28-ը լուսնի խավարում, 29-ը լուսինը առանց ընթացքի ինչ-որ կարևոր գործ պետք չի նախաձեռնել, մյուս օրը լուսինը խոյում, ակտիվ գործերի, խավարումներից հետո խավարումների միջանցքը անցնում ենք, ակտիվ գործերի համար բարենպաստ է, նոր գաղափարակիցներ, նոր գործեր, ուսուցման նոր պրոցես, ի վերջո գնալու եք սեպտեմբերի 1-ից արդեն դասի, կարող եք ուրախանալ ձեր նորանոր հաջողություններով, կարող է գրանցվել դասերի, այդ դասերը կարող են նաև վերաբերել աստղաբանությանը, այդ հաջողությունները ձեզ կօգնեն կյանքի մոտակա 2-3 տարում բացառիկ բարենպաստ, խոյ, երկվորյակ, առյուծ եւ այստեղ աղեղնավոր ջրհոս կենդանակերպի ծնվածների համար կամ նրանց համար, ում լուսինը եւ ասցենդենտը գտնվում է այդտեղ։ Ահա, մյուս օրը ավելի եւ բարենպաստ ֆոն ունի երեխաների հետ հարաբերությունները շտկելու, ձեր դրական որակները ցույց տալ, նրանք ովքեր բեմի մարդիկ են, նրանց համար հաջողություններ կլինեն հաջորդ օրը օգոստոսի 31-ը, բայց դեռևս բարդ մոլորակային դիրքերը շարունակվում են եւ հնարավոր է լինեն լարումներ եւ տանը եւ հայրենի սահմաններում կամ նրանք ովքեր ուժային կառույցներում են աշխատում, թող ուշադիր լինեն բախումներից, նրանք ովքեր կոնֆլիկտային բնավորություն ունեն, թող ուշադիր լինեն իրենց շրջապատում, չգնան իրենց տաքարյուն լինելու պատճառով, չկորցնեն իրենց աշխատանքը, հարաբերությունները սիրելիի հետ եւ տան անդամների հետ եւ այդ կենդանակերպերը խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջուր կենդանակերպեր են։ Այսքանը սիրելի հետևորդներ, փորձեցի մեկ շնչով ներկայացնել կանխատեսումները, ասեմ, որ այդքան էլ հեշտ չէր, բայց ուրախությունս մեծ է, որ կարողացա ձեզ տրամադրել ողջ ամսվա կանխատեսումները։ Սիրում եմ ձեզ շատ, տրամադրում եմ ձեզ այդ բոլոր օրերը, օգտագործեք դրական օրերը, ունեցեք հաջողություններ, մեծամեծ հաջողություններ երեխաների, կարիերայի, աշխատանքի եւ այն հարցերում, որտեղ ունեք թերացումներ։ Լավ եղեք, հետևեք ինձ տարբեր հարթակներում՝ Instagram, Facebook, YouTube, նաև սեղմեք զանգակի վրա, որ ամեն 5 շաբթի ձեզ այսպես ցույցում գա, որ իմ հեղինակային հաղորդումն է սկսում։ Լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։